մի կանգնած մնացի, նստեք, չէ, նստեք։ Բան էիք ուզում ասել։ Չէ, ոչ մի բան չենք ուզում ասել։ Ինչ պիտի ասենք, դեր առողջությունը, կարևոր առողջությունն է, եւ հետո ոչ շոկ է, ոչ էլ հով է։ Շատ լավ սենյակներ են, շատ լավ բնակարան է, շատ լավ։ Ուրիշ ես թաքցնում, բարձ ասա, թող իրենք էլ իմանան իրենց անելիքն ենք են։ Այ կնիկ տեր բռազը խոչին ես։ Նոր ներս չմտամ, չես տեսնում, կամաց մոտենում եմ։ Տիկին Փիլոյան։ Այո։ Ինչ պիտի ձեզ ասեի։ Ասում եք։ Չէ, բարձրությունը հարցեր է։ Բարձրությունը հարցեր է։ Չէ, բարձրանալը, ուզում եմ ասեմ, բարձրանալը դժվար չէ, տիկին Փիլոյան։ Ոչ։ Բարձրանալը դժվար չէ։ Վերելակը աշխատում է։ Վերելակը աշխատում է։ Բայց կարծեմ դուք ուրիշ բան էիք ուզում ասել։ Չէ, ուրիշ ինչ բան, տիկին Փիլոյան, ուրիշ ինչ բան։ Ես ասում եմ, չէ, կարևոր առողջությունն է, առողջությունը, որ եղան ամենից լավ կլինի տիկին Փիլոյան։ Ճիշտ չէ, ռոզ։ Համաձայն չէ։ Չէ։ Ինչի՞։ Համաձայն չէ։ Ինչի՞ համար։ Եկել ենք, ասա ինչի համար ենք եկել։ Հա, լսում եք տիկին Փիլոյան, ասում եք եկել ենք, ասա ինչի համար ենք եկել։ Լավ, դիմա կարելի է։ Հարգելի տիկին Փիլոյան, որ սուտ չասենք, մենք եկել ենք, ասում եք եկել ենք, ասա ինչի համար ենք եկել։ Մենք եկել ենք բարի նպատակներով։ Այսինքն այ մեր, երևի արդեն հասկացաք, էլի, մեր այս ջահելների հարցով, այս երիտասարդների հարցով ենք եկել։ Այո։ Էլ ինչու եք զուրկ եմ կարացնում։ Կարգն այդպես է, տիկին Փիլոյան։ Իմ աղջիկը պետք է շարունակի ուսումը ասպիրանտուրային։ Եվ առայժմ մտադրություն չունի, ամուսնալը։ Մեր տղան էլ է սովորում ասպիրանտուրայում, դες ինքն էլ դեմ է։ Մեր տղան էլ է սովորում ասպիրանտուրայում, դա չի խանգարի։ Այդ արդեն թույլ տվեք մեզ իմանալու, աղջիկն աղջիկ է, տղան տղա։ Եկ, աղջիկը տղա է, տղան աղջիկ։ Մանավանդ հիմա, երբ նայում ես, ես էլ տարբերում, որը որն է։ Հատկապես մեջքից որ նայում ես, ես էլ հսկ, միջև ձև չտաս ես հասկանամ։ Մամա, դու իմ փոխարեն մի պատասխանիր։ Չէ, որ դու ինքդ այդպես ցանկացար աղջիկս։ Դե մի ասա, որքան շուտ մեծացար զավակս։ Հա, դրանք վերջերս շուտ են մեծանում։ Դերնյալ շուտ մեծացավ, շուտ մեծացավ, այո։ Տեսնում ես, պետիտ կինը ոնց է իրեն թանկացնում։ Աղջկան ուզում է պսակել, բա ոնց։ Ռոզ, իմացի, ծնողները ինչքան թանկացրին, ուրեմն համաձայն են, եկավ, Գեր Փիլոյան է։ Գևորգ։ Գևորգ ջան, իրեր ունենք։ Շատ ուրախ եմ։ Բարև ձեզ ընկեր Փիլոյան, շատ ուրախ եմ ես էլ ընկեր Փիլոյան, շատ ուրախ եմ։ Հիմնարկի հարցերով տանը չեմ ընդունում։ Բայց ես ինձ թույլ կտամ հիմնարկի հարցով։ Չեմ խոսում։ Չէ, ընկեր մենք հիմնարկի հարցով։ Խախտում եք երբևէ կանոնները։ Կապտում եք քաղաքացիներին։ Չեք վերադարձում դրամի մանրը։ Ինչ նոր մեքենայի մասին կարող է խոսք լինել, երբ առանցրակ դրված է դրա ազատման հարցը։ Իզուր եք եկել, տանը ես ոչ մեկի չեմ ընդունում։ Բասեք, ընկեր Փիլոյան, լավ, հիմա, ազատում եք, ազատեք, լավ։ Ընտանիքիս մոտ ինչու եք ինձ խայտարակում, ասում եք։ Չեմ խոսում, դեք։ Մենք ուրիշ Ընկեր Փիլոյան, կնյազս դե շատ է հարգում, մենք գործով ենք եկել ընկեր Փիլոյան։ Տկին, այդպիսի բաներ մի ասեք, ես կոչված եմ պաշտպանելու հիմնարկության շահերը, ինձ այնտեղ նշանակել են դրա համար։ Ընկեր Փիլոյան, ամենից առաջ ես կնյազի կինն եմ, եկել ենք որ դες հետ ծանոթանանք, Ռոզա Սմբաթովնա։ Շատ ջրի, միայն խնդրում եմ չմիջամտել։ Ուրեմն կնյազս վատ աշխատող է։ Տկին, դուք ինձ պարզապես անհարմար վիճակի մեջ եք դնում։ Դուք ինչ, հարցում եք հիմնարկի պետը ինչ ուզի կարող է անել։ Չարաչար սխալվում եք։
Պետը միայն ակ հսկում է բոլորին, բոլորը միասին հսկում են պետին։ Գևորգ ջան, ինչու մինչև վերջ չես լսում մարդկանց։ Կտրականապես արգելում եմ միջամտել։ Ընկեր Փիլոյան, կնյազս, անընդհատ ձեր անունն է տալիս, գիտեք ձեզ ինչքան է հարգում ու սիրում ընկեր Փիլոյան։ Հավատում եմ տիկին, բայց ոչնչով օգտակար լինել չեմ կարող։ Սա ինչ բան է, եղբայր, սա ինչ բան է, չեմ թողնում մարդ գոնե իր տանը հանգստանա։ Զարմանալի մարդիկ։ Ուր ես գնում այնան։ Մի իմացիր ինչու համար են եկել, եթե դեմ ես, ասա դեմ եմ, ուր ես թողնում հեռանում։ Գիտեմ ինչի համար է։ Դեմ եմ։ Գևորգ ջան, երապա, պապա։ Նա չհասկացավ, ախր դուք նրան բացատրեք, նա չհասկացավ, ասեք ինչի համար ենք եկել է, Հետաքրքիր է, պետդ ինչի համար եկավ այստեղ ելույթ ունեցավ ու գնաց։ Ռոզյան, սիրտդ լեն բայի եկնիկ, մարդ եկը չգայնանայել, կհանգստանայել, ախր հիմնարկի պետ է, վերևից զանգում են, տակից փորում են, կողքերից մատերիալ են գրում, քննադատում են, ոչինչ, նա չհասկացավ, հիմա նրան կհանգստացնեն, ինքը գգա։ Պատճառով ինչի համար ես Դու նստիր էստեղ, հիմա նրան կհանգստացնեն, նա կհասկանա, հիմա կա, դու նստիր էստեղ, դու նստիր ասում եմ, նստիր, այ կնիկ կնդակ խոչես, Հովիկը նորջիններ կգնային, դրա համար սպասում իմացավ։ Բայց լավ չեղավ, եկանք մարդու տրամադրությունը պչացվին, Տրամադրություն, հայ է հա, չէ, մենք է թողնենք գնայք մեր գործին։ Լավ, հասկացան, հին գորրա, պետիստանը ինձ ոչ պիտի խիակ հայտարակեն, կամաց խոսի։ Տղան աղջկար է սիրում, աղջիկը տղայի, որ դեն է հա, ինչ պիտի արի է դա, ինչ պիտի Գալիս է, էսը ասում է, ինչ է կգա, Ներեցեք, ես մի փոքր ուշած։ Չէ, ինչ կարիք կա, Չկան գնը, բոլորին խնդրով եմ նստիրա։ Չէ։ Ընկեր Փիլոյան, եթե իմանային քնացեք։ Դա ինչ նշանակություն ունի, պարզապես ես պետք է ներողություն խնդրեմ։ Չէ, ինչ կարիք կա ներողություն խնդրելու, ընկեր Փիլոյան, դու քո գլխի տերը չես, ընկեր Փիլոյան։ Դու հիմնարկության մասին ես մտածում, ընկեր Փիլոյան, ախր դու գիտես Ռոզ, եթե ընկեր Փիլոյանը չլիներ, մեր հիմնարկությունը ձեռքից կգնա, ընկեր Փիլոյանի նման աշխատող, վայ, ընկեր Փիլոյանը։ Եթե չեմ սխալվում, դուք կնյազի կինն եք, այդպես չէ։ Այո, Ռոզ, դու գիտես ընկեր Փիլոյանը ինչ հիշողություն ունի, Լավ հիշողություն եք, ընկեր Փիլոյան, Այո։ ոնց էլ հիշեցիք։ Ընկեր Փիլոյան, Ռոզան միշտ ասում է տուն հրավիրիր ընկեր Փիլոյանին, միշտ ինձ ասեց ես եմ անշնորհքը ընկեր Փիլոյան, ախր գործը թողնում է, որ գիտեք էլի ամբողջ օրը մեքենայի մեջ սա էլ տղաս է ընկեր Փիլոյան, հորիկ ջան առաջարի, առաջարի, հորիկ ջան, ծանոթացիր ընկեր Փիլոյանի հետ։ Դոնես, անչափ, Այո։ Կեսես, կարգին տղա ես ունեցել։ Դա համաստարան նավացել է, ասպիրանտուրային է սովորում։ Այո։ Այդ խատու չետական ես Այդ նա ինչ ես գլուխդ կախել, չէ, շատ ամաչկոտ տղա դուրս եկավ ընկեր Փիլոյան տղաս, շատ, անպատվելի, համեստ, ամաչկոտ, ուղղակի ես օրինակ ջայել ժամանակս։ Դրա, տղային մի ամաչոտրեք, կամաչ կբացրի։ Այո, իհարկե, ընկեր Փիլոյան։ Դες ված որ չամաչի, էլու մոտ կամաչի, ասա, մենք չամաչում սրա երեսից։